Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում պրեսինգն է, այսօրվա իմ զրուցակիցը թուրքագետ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանն է։ Բարի երեկո, պարոն Մելքոնյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Մելքոնյան, այս օրերին մինչ ամբողջ աշխարհը հետևում է Միացյալ Նահանգների գործողություններին, այն հարվածներից հետո, որ հասցվեց օրեր առաջ Իրանի նկատմամբ կարևորագույն կետերին, միջուկային զենքի, այսպես ասած, կետեր համարվող հանգույցներին, Թուրքիայում տեղի ունեցավ Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների 51-րդ նստաշրջանը, հիշեցնեմ, որ այդ կազմակերպությանը անդամակցում են 57 երկրներ, որտեղ ընդունվեցին այսպես կոչված Ստամբուլյան հռչակագիրը եւ Ադրբեջանի կողմից ներկայացված 5 բանաձևերը, ըստ էության ամբողջ այդ նիստը կարելի ասել նվիրված էր մեզ եւ 5 բանաձևերն էլ ըստ էության Հայաստանի Հանրապետության դեմ էին։ Նախ նշվեց Ադրբեջանի պահանջները, որ պետք է Երևանը Հայաստանը կատարի Արևմտյան Ադրբեջան համայնքի ներկայացրած պահանջները 300,000-ից փաստորեն ավել ադրբեջանցիների վերադարձ Հայաստանին, նշվեց, որ Հայաստանը չպետք է հրաժարվի Արևմտյան Ադրբեջան համայնքի հետ երկխոսությունից, Խոջալույի մասին խոսվեց, շատ կարևոր է, սրա մասին նշեմ նաև մեջբերեմ այդ հատվածը։ Ստամբուլի հռչակագիրը ողջունում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացը եւ կոչ է անում հայկական կողմին վերացնել խաղաղության պայմանագրի կնքման քաղաքական եւ իրավական խոչընդոտները։ Նաև նշվում է, որ ընդունվել է համերաշխություն 1992 թվականի Խոջալույի կոտորածի զոհերի հետ Ադրբեջանի Հանրապետության դեմ Հայաստանի Հանրապետության ագրեսիայի հետևանքների վերացումը վերնագրով բանաձևեր, որոնցից բոլորում կա աջակցություն Ադրբեջանին եւ նաև ըստ այդմ քննադատություններ, ուղերձներ, կոչեր ուղղված Հայաստանի Հանրապետությանը, թե ինչ պետք է անի Հայաստանը դրան ընդառաջ։ Դրանից առաջ էլ Փաշինյանը այցելեց աշխատանքային այցով Թուրքիա եւ հանդիպեց Էրդողանի հետ։ Էս էր արդյունքը, հա, սրան էին սպասում, սրա մասին էին պայմանավորվել։ Տեսեք, երբ որ խոսում ենք, որ հայկական այսպես կոչված ներկայիս դիվանագիտությունը ինքնախաբեության մեջ է եւ նրան թվում է, որ իրենք ինչ որ բանաձևեր են մշակում, ինչ որ տարբեր քայլեր են անում եւ փորձում են հասնել խաղաղության, կայունության եւ այլն, շատերին թվում է, թե դա ուղղակի լոկ քննադատություն է, մերկապարանոց քննադատություն է եւ այլն, բայց այստեղ կան կարեւոր իրողություններ։ Առաջինը դա դասագրքային ճշմարտություն է, որ որևէ երկրի դիվանագիտություն չի կարող ունենալ հաջողություն պարտված իշխանության եւ ամեն ինչ զիջելու պատրաստ իշխանության պարագայում, եւ քանի որ դիվանագիտությունը դա ըստ էության քաղաքական առևտուր է, կողմերը իրար ինչ որ բաներ են առաջարկում եւ դրա արդյունքում գալիս են համաձայնության։ Հայաստանը չունի որևէ այս իշխանության պարագայում, չունի որևէ բան առաջարկելու, բացի մեզ համար կարևորագույն ինքնության, պատմության, անվտանգության հետ կապված խնդիրները զիջելու։ Այսինքն Հայաստանը դիվանագիտական այդ սեղանի շուրջ կլինի Էրդողանի հետ, Ալիևի հետ, թե այլ անձանց հետ, Իբրահիմ Քալնի հետ, թե Հական Ֆիդանի հետ կարող է առաջարկել միայն Արարատ Սարը հանել, անկախության հռչակագիրը փոխել, Արևմտյան Ադրբեջանը ընդունել, Զանգեզուրի միջանցք ընդունել, չգիտեմ, ադրբեջանցիներին հետ ընդունել եւ նմանատիպ բաներ, քանի որ իր դիվանագիտական, այսպես ասած, դրամապանակը դատարկ է եւ չեն կարող լինել դիվանագիտական էլեմենտար, այսպես դասագրքային ճշմարտությունների դեմ քայլեր անելով չեն կարող լինել որևէ դրական, այսպես հանգուցալություններ։ Երկրորդ հանգամանքը, որ Թուրքիան ու Ադրբեջանը ըստ էության չեն փոխել ոչ տեմպը հակահայաստանյան ու հակահայկական, ոչ իրենց առաջնահերթությունները եւ որևիցե դրական միտում, այսպես, մենք էլ Հայաստանին ինչ որ քայլեր անենք, տեսեք Փաշինյանական իշխանությունները ինչքան բան է անում Թուրքիայի եւ Ադրբեջանի համար, եկեք մենք էլ ընդառաջ քայլ անենք, թույլատնենք ինչ որ ատելության կամ թշնամանքի դոզան, որպեսզի ստացվի, որ փոխադարձ ինչ որ process է տեղի ունենում։ Բայց դա էլ չենք տեսնում եւ տեսնում ենք, որ միակողմանի զիջումներ, այսինքն Փաշինյանական դիվանագիտությունը դա զիջելու, ամեն ինչ տալու
դիվանագիտություն է, որը չունի որևէ, այսպես ասած, արդյունքի իրական երկարաժամկետ արդյունքի հասնելու հնարավորություն։ Եվ տեսեք, անգամ ժամկետային առումով, ժամանակագրական առումով պատասխանները, բացասական պատասխանները չեն ուշանում, այսինքն Փաշինյանի այցից 1 օր հետո բավական ծանրակշիռ հռչակագիր Հայաստանին ներկայացվող ըստ էության կործանարար պահանջներով, կապիտուլյացիա լրիվ ամբողջությամբ։ Կապիտուլյացիայից էլ անդին է սա։ Ես սա կապիտուլյացիան երևի թե ավելի լավ է, քան այն ինչ որ իրենք այստեղ նշվում է, ներկայացվում է եւ այլն։ Եվ պարզ է, չէ, որ այդ կազմակերպությունում այդ բանաձևերը ներկայացնելու առաջին ջութակները Թուրքիան եւ Ադրբեջանն է։ Այսինքն ուր է հայկական դիվանագիտության որևէ արդյունքը, որ այդքան տարփողում են, որ գիտեք, մենք բարդ դիվանագիտական ինչ-որ քայլեր ենք անում, որպեսզի հասնենք հաջողության, դուք անընդհատ ֆիասկոներ եք արձանագրում եւ ընդամենը մի քանի ժամ հետո Փաշինյանի այսպես գովերքված եւ պետական նաեւ քարոզչամեքենայի միջոցով գովազդվող այդ այցից հետո ահա ստանում են այսպիսի ապտակ, ընդ որում այդ պետական քարոզը որ գնում է այս այցը գովերքող եւ այլն, իրենք երբեմն ներկայացվում է ինչ որ բանավեճերի ներքո, երբ օրինակ հանրային հեռուստաընկերություն բանավիճում են համախոհները, նույն գաղափարակիցները բանավիճում են իրար հետ եւ երևի վիճում են ով ավելի շատ կգովի, ով ավելի շատ ուրեմն կքննարկի Թուրքիայի մեծ եւ կարեւոր դերը եւ ավելի շատ կքննադատի այլ պետություններ։ Եվ կոնկրետ գալով այդ փաստաթղթում նշված խնդիրներին, տեսեք, ուզում եմ առանձնացնեմ 1-2 կարևոր հանգամանք։ Այդ որ նշում են արևմտյան ադրբեջանցիների այսպես կոչված, վերադարձ, որևէ փոխադարձություն չի նշվում, օրինակ Արցախի հայերի վերադարձ, նշելու հետ Շահումյան, Սումգայիթ, Բաքու եւ այլ վայրեր, որտեղ Գետաշեն, որտեղ ապրել են հոց հայ բնակչություն է ապրել։ Այսինքն, եթե սա խաղաղություն է, եթե ամեն ինչ փոխադարձ է, ինչու է միայն նշվում, որ պետք է հետ գան, չգիտեմ, Մասիսում ապրած ադրբեջանցիները, չի նշվում հակառակ, այսինքն սա կապիտուլյացիայի պարագայում է այսպես լինում, բայց իմ ընկալմամբ սա կապիտուլյացիայից էլ անդին մի պահանջ է։ Երկրորդը Խոջալույի ցեղասպանություն։ Մի կողմից Հայաստանը հայտարարում է, որ ցեղասպանության, հայոց ցեղասպանության, որ միջազգայինորեն ընդունված ցեղասպանություն է տասնյակ երկրների կողմից, այդ ճանաչումը այլևս առաջնահերթություն չէ։ Մյուս կողմից թշնամի կողմը առաջ է բերում Խոջալույի այսպես կոչված կոտորածի խնդիրը։ Այսինքն, եթե դուք դիվանագիտություն եք անում, պարոնայք դիվանագետներ եւ արտաքին գործերի նախարարության շենքում աշխատող կամ ժամանակ անցկացնող մարդիկ, բա դուք եթե զիջում եք հայոց ցեղասպանության հարցը, հայտարարում է ձեր նախարարը, որ այն այլևս առաջնահերթություն չի։ Բա մյուս կողմից Խոջալույի այսպես կոչված կոտորածի թեման ինչու է շարունակում ավելի նոր հանգրվաններ գտնել։ Չի նշանակում, որ դուք տապալված եք, չի նշանակում, որ դուք դավաճանել եք, պարոնայք դիվանագետներ, դուք դավաճանել եք ձեր մասնագիտությանը, ձեր հավատամքին, հանուն ձեր բարեկեցության, ձեր աշխատավարձների եւ այլնի։ Դուք խաբվում եք, ինքնախաբեության մեջ եք, շատ լավ իմանալով, որ դուք սպասարկում եք փաշինյանական պարտվողական դիվանագիտության։ Եվ ուրեմն հաջորդ այս փաստաթղթում հաջորդ դրվագը վերացնել Ադրբեջանի հետ իրավական, քաղաքական խոչընդոտներ։ Իրավականը կարող ենք ենթադրել, որ փաստաթուղթը իրավական դա սահմանադրությունն է կամ անկախության հռչակագիրը, քաղաքական խոչընդոտները որոնք են։ Միգուցե քաղաքական խոչընդոտները չհամակերպվող քաղաքական ուժեր ու գործիչներն են, ոչ միայն քաղաքական գործիչները, այլև տնտեսական բանտերը լցնեն, ովքեր դեմ են, հա, այս։ Միգուցե այդ քաղաքական խոչընդոտների մեջ է նաև հայ առաքելական եկեղեցին, որը չի ընդունում այս ամեն ինչը։ Դե որ Սփյուռք ասում է Էրդողանը, այո, եւ Փաշինյանն էլ կանդրադառնանք այդ համայնքում ասածներին, Սփյուռք նշանակում է նաև եկեղեցի։ Իհարկե, ես առիթ ունեցել եմ բոլորովին վերջերս ասելու, որ թուրքական արտաքին քաղաքական հայեցակարգերում հայ առաքելական եկեղեցին թիրախ է հենց այդ կոնտեքստում Սփյուռք գումարած հայ առաքելական եկեղեցի
Թուրքիայի արտաքին քաղաքական հայեցակարգերում նշված է որպես թիրախ, նույնիսկ Դավութ Օղլուի տեսության մեջ շատ ավելի պարզ է գրված այդ մասին, որ մենք պետք է պառակտենք Սփյուռքը։ Բառացի ես ուզում եմ ցիտել Դավութ Օղլուի։ Պետք է ստեղծենք մեր Սփյուռքը, այսինքն թուրքական Սփյուռք, այսինքն մեզ հարող խմբեր, պետք է անընդհատ բաժանարար գծեր լինին, ասենք եկեղեցու մեջ, Սփյուռքի մեջ, ինչու Սփյուռքը եւ հայ եկեղեցին ինչով է հիմնականում Թուրքիայի համար խոչընդոտ, ազգային նկարագրի պահպանություն, ինքնության պահպանություն, հայոց ցեղասպանության ճանաչում, այսինքն ազգապահպան, հիշողության պահպանող գործառույթներ, հո եկեղեցու ֆինանսները չեն թուրքական թիրախները կամ եկեղեցու շենքերը չեն։ Հիմա այս ամեն ինչին հասնելու համար պետք է պառակտիչ գործողություններ անել։ Հիմա ամենայն հայոց կաթողիկոսի Գարեգին Հայրապետի դեմ այս գործողությունները պառակտիչ գործողություններ չեն, սրբազանների դեմ այս գործողությունները պառակտիչ գործողություններ չեն, հենց այդ ինչպես եղավ, որ ձեր նկատի ունեմ այս իշխանությունները եւ թուրք-ադրբեջանական բոլոր նարատիվները, բոլոր թիրախները, բոլոր քայլերը իրար համընկնում են ժամերի տարբերությամբ, այնտեղ են սկսում, հետո դուք եք շարունակում, թիրախավորում են եկեղեցին, հետո դուք եք շարունակում, այդ ոնց է լինում, այսինքն 7 տարվա մեջ նոր հիշեցիք ինչ որ բաներ, կամ ինչի հենց հիմա, այսինքն բոլոր հարցերը լուծված են, հիմա մնացել է, որ դուք մտնեք աստվածաբանական կամ եկեղեցու ներքին կանոնադրական ինչ որ հարցերի մեջ, հենց հիմա, երբ որ աշխարհը 3-րդ համաշխարհային պատերազմի մեջ է դե ֆակտո, դուք հանկարծ հիշեցիք այդպիսի բաներ։ Լինում են այդպիսի պատահականություններ քաղաքականության մեջ, ոչ։ Դրա համար ես սա կարող եմ ամփոփելով ասել, որ սրանք թուրքական նախապայմաններ են, որոնք այս իշխանությունները կատարելով գնում են առաջ, մտածելով, որ ինչքան խոնարհվենք թուրքերի առաջ, հայկական դիվանագիտության այսպես դրոշակը հիմա այդպիսին է, խոնարհվենք թուրքերի առաջ, որպեսզի հասնենք ինչ որ հարաբերական, չունեմ, խաղաղության, կայունության, որպեսզի Փաշինյանը կարողանա շարունակել այսպես երթևեկել հանրապետությունով իր այդ կորտեժով, լուրջ դեմքով բացել ինչ որ շենքեր, տարատեսակ եւ հիմա ամեն ինչ գիտեք, նաեւ կարող ենք տեսնել մեր երկրում այնքան ամեն ինչ լուծված է, որ երբ որ մայրուղիներով ասում ենք, տեսնում ենք, որ մայրուղու կողքի խոտերն են հնձում, իբր երկիրը այնքան անթերի շենացած վիճակում է, ոչ մի խնդիր չունենք, ասենք հարակից սահմանակից գյուղերի բնակիչներ այնքան անվտանգ են, այնքան չեն կրակում իրենց տների վրա սահմաններում, որ հիմա մնացել է այդ մայրուղիների կողքի այդ խոտերը, մոլախոտերը հնձենք, որ ամեն ինչ շատ ավելի գեղեցիկ է։ Պարոն Մելքոնյան, նաև ընդունվել է այդ իսլամական համագործակցության կազմակերպության կողմից մեկ այլ եւս հակահայկական եւ ադրբեջանական բանաձև իսլամական պատմական եւ մշակութային հուշարձանների եւ ժառանգության ոչնչացումն ու վնասումը Ադրբեջանի Հանրապետության տարածքներում որպես Հայաստանի Հանրապետության ագրեսիայի արդյունք վերնագրով, որը իբրև թե դատապարտում է Հայաստանի Հանրապետության վանդալիզմը ադրբեջանական մշակութային ժառանգության նկատմամբ, նաև ավելին փոխհատուցում են պահանջում, այսինքն մենք տեսնում ենք Արցախում ինչ են անում, ինչպես են վարվում մշակութային ժառանգության, մենք էթնիկ զտումը, այդ ցեղասպանությունը ինչ որ տեղի ունեցավ, այդ գործողությունները, որ աշխարհի առաջ էր թողած, Հայաստանի իշխանությունները վախենում են ծպտուն հանեն, մի բառ խոսեն դրանց մասին, հիշում եք։ Այո, ես փոխհատուցում են նաև պահանջել։ Ես մինչև ձեր հարցին պատասխան ուզում եմ հիշողությունը սա թարմացնում, որ նույն այդ իսլամական կազմակերպության շրջանակներում նախկինում եղել են իհարկե միշտ եղել են հակահայկական բանաձևեր, տենդենսներ եւ այլն, բայց հայկական դիվանագիտությունը նախկինում ուրեմն հաջողվել է նրան դիվանագիտությանը երբեմն այդ բանաձևերը կամ քննարկումները ըստ էության այնպեսի վիճակ ստեղծել, որ դրանք չավարտվեն հաջողությամբ, ինչու, որովհետև իսլամադավան որոշ պետություններ կամ ձեռնպահ են քվեարկել կամ չեն մասնակցել, օրինակ կարող է Սիրիան ինչ որ ձեռնպահ լիներ եւ այլն։ Այսինքն դիվանագիտությունը դա էր, որ իսլամական համագործակցության կազմակերպության մեջ դու ունենաս այնպիսի գործընկեր երկրներ, որոնք քո հանդեպ ունեցած իրենց ընկալումների եւ այլնի շնորհիվ երբեմն նաեւ ձեռնպահ լինեն կամ այդ 57 երկրներից գետ գոնե մեկը։ Իսկ հիմա մենք տեսանք, որ Սիրիան էլ երբ որ արդեն դարձավ պրոթուրքական երկիր, այս կազմակերպությունը բնականաբար չեն կարող ակնկալել նաև Սիրիայի պրոհայկական դիրքորոշումը։ Այսինքն
դիվանագիտությունը նաև այդպիսի հաջողություններ հայկական ունեցել է նախկինում։ Ուրեմն հիմա գալով այս ձեր մեջ բերածին, որը շատ կարևոր շեշտադրում է, տեսեք, հիմա ինչի մասին են բարձրաձայնում, ըստ էության, եթե մեկ բառով ձևակերպենք, Հայաստանին մեղադրում են մշակութային եղեռն իրականացնելու մեջ, այսինքն այն ինչում տասնամյակներով Թուրքիան ու Ադրբեջանը մեղադրվել են հայկական եկեղեցիների, պատմամշակութային հուշարձանների ուղղակի վանդալիզմի համար եւ կան բազմաթիվ ընդունված հայտարարություններ, բանաձևեր եւ այլն, հիմա վանդալ պետությունը, մշակութային եղեռն իրականացրած պետությունները, Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանին են մեղադրում դրա մեջ, ընդ որում ոչ միայն ուղղակի մեղադրում են, այլև ենթադրվում է դա իրավական, քաղաքական, ինչ-որ շարունակություններ, ֆինանսական եւ այլն։ Այսինքն դա նշանակում է, որ գողը ինքը մեղադրում է ոչ գողին, անբարոյականը մեղադրում է բարոյականին եւ այլն, իսկ քանի որ Փաշինյանը կարծում նախկինում էս հիշում եմ, որ բլոտի տերմինոլոգիայով շատ էր օգտագործում, սա նշանակում է բլոտի տերմինոլոգիայով կներեք թարս կապուտ, այսինքն դու մեղադրում ես դու պայքարել ես քո պետությունը մշակութային եղեռնի համար, հիմա քեզ են մեղադրում, դու պայքարել ես հայոց ցեղասպանության ճանաչման համար, հիմա ինչ որ Խոջալույի կոտորածի հարց է առաջ գալիս, դու մեղադրում ես պայքարել ես քաղաքացիների ուրեմն ազատ ինքնորոշման համար, հիմա ինչ որ արևմտյան Ադրբեջանի ինչ որ կոնցեպտ է առաջ գալիս եւ այլն, այսինքն այս իշխանությունները Հայաստանը բլոտի տերմինոլոգիայով տարել են թարս կապուտի եւ ստացվում է այն ինչ որ ստացվում է, իսկ սա իր հետևից կարող է բերել բազմաթիվ ավելի գլոբալ այսպես խնդիրներ եւ չսահմանափակվել միայն Արցախի տարածքով, այլ կարող են նման մեղադրանքներ արդեն իսկ ներկայացվում է Հայաստանին, չէ, նույն Իլհամ Ալիևը ասում է Երևանում եղել է, չգիտեմ, ադրբեջանական, կրոնական եւ այլ ներկայություն, հիմա ոչնչացրել եւ ինչ են անում դրա համար։ Մենք տեսանք ընդամենը 1-2 շաբաթ առաջ կարծեմ, եթե չեմ սխալվում, այս երբ որ Փաշինյանը սկսեց թիրախավորել եկեղեցուն, հենց այդ նույն օրերին ստեղծվեց այսպես կոչված Երևանի իսլամական ինչ-որ թեմ, հա, մեր տերմինոլոգիայով ասած Ադրբեջան, որը արդեն պատկերացնում եք, այսինքն իրավական ինչ-որ կազմակերպվածության աշճան է բերվում, որ Երևանը իսլամական, այսպես Ադրբեջանի իսլամական կազմակերպության շրջանակներում վերածվել է թեմի, որը ենթադրում է, որ այստեղ եղել են կամ պետք է լինեն մսկիթներ, հավատացյալներ, համայնքներ, ասաց, որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեն, որ Էջմիածինը դա ադրբեջանական տարածք է։ Հիմա Փաշինյանի եւ Փաշազադեի գործողությունների մեջ ինչ տարբերություն։ Ըստ էության, տեսեք, այդ հարցակումների մեջ եկեղեցու նկատմամբ շատ դժվար է տարբերակել այդ երկուսի, այսինքն մեկը ենթադրում են, որ ադրբեջաներենով է ինչ-որ բաներ հայտարարում եկեղեցու դեմ, մյուսը հայերենով է գրում եկեղեցու դեմ ինչ-որ ստատուսներ եւ այլն, ասելով որ եկեղեցու դեմ չեմ ես, եկեղեցին խորհրդանշող վեհափառի ու սրբազանների դեմ եմ, ընդ որում նաեւ մեր հոգեվորականները, ես վերջերս նայեցի օրինակ Հայր Շահին, շատ հստակ ցույց տվեց, որ անգամ աստվածաբանական գիտելիքները, որ ազգային ժողովի ամբիոնից գիրքը վերցրած ինչ-որ բաներ ասում, նույնիսկ այդտեղ են իրենք էլեմենտար սխալներ գործում, այսինքն ինչու եք մտել մի ոլորտ, որը ձերը չէ։ Ինչի ձեր ոլորտ, որ մտել էր պապ թագավորներից մեջբերումներ էր անել, դուք եք ապշած, հա, ասենք ինչ անգրագետ իհարկե, բայց այստեղ մենք տեսնում ենք, չէ, որ պարտադրանքը թուրքական նախապայմանը, այսպես նախապայմանի ուրվականը շրջում է խորհրդարանում, շրջում է ԿՊ վերնախավում, հա, թուրքական նախապայմանի ուրվականը, ինչպես հայտնի խոսք կա, չէ, կոմունիզմի ուրվականը շրջում է Եվրոպան։ Ահա այսպես, այսինքն հիմա ոչ միայն Փաշինյանը, այլև այդ իրեն անվերապահ Ստալինը կնախանձեր, թե ինչպես են հիմա Փաշինյանի կողմնակիցները անվերապահ հավատում իրենց առաջնորդին ու նույն տերմինոլոգիայով քննադատում, նույն թեզերը շրջանառում եւ բղավելով ոճը, հա, այդ ոճն էլ են վերցրել, որ չէ, այդ Փաշինյանական ոճը, հա, այսինքն բղավելով խոսել, չգիտեմ, հայոյելով ելույթ ունենալ, անհավասարակշիռ եւ այլն, ենթադրում եմ, որ քաղաքական գործիչը դա է, հա, այսինքն այն է, ով անդադ գորգորում է
սուտ թեզերը բարձր ձայնով խոսում է եւ անհավասարակշիռ պահվածք է դրսևորում, դա ես կարծում եմ քաղաքական գործիչը դա չէ, քաղաքական գործիչը նա է ով իր պետության համար կարողանում է ինչ որ դրական բաներ ապավել։ Իսկ այս ուժը բացի այսպես ասֆալտի, գծերի եւ այլնի, այսպեսի կարևորագույն հարցերից լրջագույն բոլոր ոլորտներում տապալվել են եւ վերադառնալով այսպես մշակութային եղեռն մեզ մեղադրանքում եկեք չմոռանանք, որ այսօր Բաքվի բանտում տանջվող Ռուբեն Վարդանյանը Շուշիի Գոհար աղա մզկիթի վերանորոգման հովանավորն էր, այսինքն այն մարդուն, ում հիմա տանջում են Բաքվի բանտում, այդ մարդը 2010-ականներին 18-ին էր կարծեմ բացում է, մենք էլ արևելագետների մի խմբով մասնակցել ենք Շուշիի մզկիթի Գոհար աղա էր կոչվում մզկիթը վերանորոգեց եւ բացումն արեց, այսինքն ոնց եք մեղադրում մարդկանց մշակութային վանդալիզմի եղեռնի մեջ, եթե բացահայտ ապացույցը կա Շուշիում, Ադրբեջանում եւ հիմա օկուպացված Արցախում ինչ է տեղի ունենում մեր եկեղեցիների հետ, Թուրքիայում, Արևմտյան Հայաստանում ինչ է տեղի ունեցել եւ տեղի ունեն մեր եկեղեցիներ, այս աղաղակող փաստերը, որ աշխարհն է ընդունում, այս իշխանությունները որևէ կերպ չեն կարող օգտագործել եւ անընդհատ զիջել, չեն տեսնում, որ զիջելով ոչ մի բան չի լինում, խոնարհվելով ոչ մի բան չի լինում։ Դրա համար ես վերադառնալով իմ առաջին մտքին, դասագրքային ճշմարտություն է, պարտված իշխանությունը դիվանագիտական դաշտում, դիվանագիտական պատերազմում նույնպես շանս չունի հաղթելու։ Պարոն Մելքոնյան, եղել է ինչ որ թեմաներից զրուցել ենք, նույնիսկ դավադրապաշտական ենք համարել որոշ թեզեր, որ ժամանակին ասեինք, լավ այդ դավադրապաշտության դաշտից անհավանական բաներ եք ասում։ Հիմա մենք տեսնում ենք օրինակներ, որ երբևէ չէինք հավատա, հիմա տեղի ունենում։ Մարդիկ այս օրերին քննարկում են հատկապես Էրդողանի հետ նրա հանդիպումից հետո, առանձին դրվագների հիմա կանդրադառնանք, որ չի բացառում Փաշինյանը ու ՔՊ-ն իսլամ էլ ընդունի, երիկ չի իրենք ընդունեն, դեռ Հայաստանում էլ պարտադրեն։ Հիմա ծիծաղում ենք, բայց շատ բաների վրա ենք, հա, ասենց անհավանական ենք համարել, ինչ ասես կարող է լինել։ Իհարկե, այս անցնող 7 տարիների մեջ, 7 տարիների ընթացքում մենք տեսանք, որ ոչ թե Պանդորայի արկղը բացվեց, այլ Պանդորայի, չգիտեմ, բեռնատարի խցիկը բացվեց։ Մենք տեսանք, որ ոչ թե կարմիր գծեր հատվեցին, այլ վառ կարմիր գծեր հատվեցին, եւ ցավոք սրտի մենք տեսանք դրա հանդեպ դիմադրողականության էական անկում, մենք տեսանք դրա հանդեպ անգործություն, այսինքն այս ամբողջի դիմաց մենք տեսնում ենք դիմադրության փոքր օջախներ եւ ինստիտուտներ, դրանց մեջ բնականաբար առաջինը առաքելական եկեղեցին է, լրագրողական դաշտն է, իրավապաշտպաններն են, վերլուծական դաշտն է եւ այլն, բայց ընդհանուր ընդվզում մենք ընդվզում ասելով ես հարցի այսպես մտավոր նկատի ունեմ ենթատեքստը, որ չի կարելի այսքան ազգային ժողովի ամբիոնից կանգնել եւ այսքան հակահայկական, հակահայաստանյան թեզեր շրջանալ, ինչպես կարող է առաջինը քրիստոնեություն ընդունած պետության ազգային ժողովում կանգնեն ու ամբիոնից վիրավորեն ամենայն հայոց կաթողիկոսին, Գրիգոր Լուսավորչի աթոռի գահակալին, անձը չենք ասում, այստեղ ինստիտուտը, ինչպես կարելի է այդքան արագ հատել այդ կարմիր գիծը եւ ընդամենը 1 վայրկյանի ընթացքում 1 SMS-ի հետևանքով Գարեգին երկրորդին սկսեն անվանել ավազանի անունով եւ ինչ որ բաներ թողելնի գնախո բանի վեհարանի, դուք վեհարանի ընդհանրապես տեղը, դերը, նշանակությունը գիտեք, պատմությունը գիտեք, չէին մտնի քյաբաբ խորոված ուտեին, որտեվ այդ 18-ին Երևանի պետական համալսարանում էլ էին նույն արշավը իրականացնում, տարբեր տեղեր էլ եւ իրենց թվում էր, որ այդ ոճի արշավանքները պետք է շարունակական լինեն եւ զարմանալու, այսինքն 7 տարվա ընթացքում մենք երևի ես Տիկին Սերյանը կարող եմ ասել մեր հազարամյա պատմության ընթացքում, եթե ամբողջ հայոց պատմությունը գումարենք, հա, եւ այս 7 տարին, այսքան կարմիր գծեր չեն հատվել նախորդ 5000 տարվա ընթացքում, ինչքան հատվել են այս 7 տարվա ընթացքում։ Ես չեմ կարող հիշել մի
պատմական փուլ, որ եւ եկեղեցին, եւ պատմական հիշողությունը, եւ հերոսները, եւ ձեռքբերումները, եւ ամեն ինչը այսքան ոտնահարվեն թիրախ դառան։ Եղել են փուլեր, որ, չգիտեմ, առանձին տիրակալներ պայքարել են, ասենք առանձին իշխանների դեմ կամ չեմ եկեղեցի պետություն խնդիրներ են, բայց այս աստիճանի, այս ամբողջությունը այս կոնֆլիկտների չի եղել եւ թվում է, որ այլևս զարմանալու ոչինչ չկա այս իշխանությունից, հնարավոր չէ այլևս այսպես ինչ որ բան լսել, որից կարող է զարմանալ, բայց միևնույնն է, այն որ ասում է ինչքան էլ իջնում ես ներքևը, մեկ է տեսնում ես ներքևից էլի ձայներ կան, հա, այսինքն սա այն հատակումից ներքև, հայտնի ստեղծարարության հատակումից ներքև էլի պրոցեսներ են տեղի ունենում եւ այդ պրոցեսները բարձրաձայնվում են օրինակ խորհրդարանում իշխող կուսակցության պատգամավորների կողմից։ Դուք համեմատել եք կաթողիկոսի դեմ եւ եպիսկոպոսների հոգեվոր դասի նկատմամբ այս հետապնդումները, այս հարձակումները թուրքական սուլթանների կողմից ժամանակին արված հարձակումների հետ ձեռագիրը ըստ էության շատ նման է։ Շատ նման է, ուղղակի սուլթանները միապետներ էին, Փաշինյանը շակերտավոր թավշյա, ոչ բռնի ժողովրդավարական ճանապարհով իշխանության եկած շակերտավոր ժողովրդավար կերպար է, սուլթանները ուղղակի հրահանգում էին հայոց քաղաքալներին, պատրիարքներին, ուղղակի թողնել աթոռը եւ դա անում էին, կարող է տարբեր, ասենք, գումարի, մեկ ուրիշ տեխնացուից գումար վերցնեին, ասեին, որ այս պատրիարքը պետք է գնա, այն մյուսը գա, բայց դա ճշտամական երկիր էր։ Մեր պետականություն չունեինք, հայ համայնքը, հայոց պատրիարքությունը Ստամբուլի ապրում էր Օսմանյան կայսրության օրենքներով, դա միտեղ կարող ենք ասել, թշնամական պետությունում ինչ որ հալածանքներ են, բայց քո սեփական պետությունում, քո անկախ Հայաստանի Հանրապետությունում, քո եկեղեցին եւ քո հոգեվորականները ենթարկվեն նման ոճի սուլթանաբարո հալածանքների, դա է ահավորը, դա ոչ թե եկեղեցին տարբեր հալածանքներ է տեսել, սկսած, չգիտեմ, քրիստոնեության ընդունումի շրջանից մինչև թաթար, մոնղոլական, սելջուկյան, օսմանյան եւ այլն, բայց սեփական պետության կողմից, սեփական իշխանության կողմից այս ծավալի հալածանք ես չեմ պատկերացնում։ Դրա համար շատերը իրավացիորեն ասում ենք, որ ըստ էության թշնամին ներսում է, դարպասները ես դեռ սա թուրքական թելադրանք է, թուրքական պայման է, որ այս իշխանությունները անում են։ Ես չեմ զարմանա, որ հետագայում երբ որ գաղտնաձեռնվեն ինչ որ փաստաթղթեր, եթե տասնամյակներ հետո գաղտնաձեռնվեն, ես չեմ զարմանա, որ Հայաստան-Թուրքիա բանակցությունների ժամանակ թուրքական կողմը ուղիղ պահանջած լինի հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանք կամ Գարեգին կաթողիկոսի դեմ հալածանք կամ եւ այլն։ Ես ուղղակի չեմ զարմանա, որովհետեւ ձեռագիրը եւ ոճը այնքան է դրա մասին խոսում, որ մնում է միայն այդ փաստաթուղթը կարդալ։ Պարոն Մելքոնյան, որոշ պրոտոկոլային հարցեր քննարկենք, հա, նախ ինչու մայրաքաղաքում Անկարայում չընդունեց Էրդողանը, այլ Ստամբուլում մեկ, ինչու Պոլսո պատրիարքը չմասնակցեց, չդիմավորեց Փաշինյանին, ակնհայտորեն ոչ մի հոգևորական չերևաց չկար, այն դեպքում, երբ որ Պոլսո պատրիարքը ուզի թե չուզի համագործակցում է, ենթարկվում է գուցե ինչ որ իմաստով Թուրքիայի իշխանությունների, ինչ որ իմաստով չէ, էլի դժվար առանց Թուրքիայի իշխանությունների տեղեկության նա բացակա է, չգիտեմ, դուք կասեք, ինչու նրան տարան մզկիթ, որտեղ ոտքերը հանեց, մտավ մզկիթ, որովհետև դժվար, եթե օրինակ Ալիևը կամ Էրդողանը գան համաձայնվեն օրինակ գնալ հայկական մայր տաճար մտնեն, հա, կամ չգիտեմ, էլի պրոտոկոլից, գիտեք, բան են, հա, մաքրում են պրոտոկոլը կամ օրինակ ցեղասպանության հուշահամալիր կամ չգիտեմ, այն ինչ որ մեզ համար կարևոր է, չէ՞։ Իրենք տարան մցրեցին իրեն այնտեղ, որտեղ իրենց համար կարևոր է։ Այստեղ հարցը այն չի, որ ոտաբոբիկ գնաց, բայց այստեղ փաստերն է թե ով է ոտաբոբիկ գնացողը, չէ՞։ Խնդրեմ այս դետալների։ Առաջինը, ուրեմն Ստամբուլը Թուրքիայի կարելի ասել նաև մշակութային քաղաքական մայրաքաղաքն է։ Անկարայում չընդունելը, Ստամբուլում ընդունելը, չեմ կարող ասել շատ այսպես լուրջ խնդիր է, բայց ինչն է հարցը։ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ։ Ուստի այցը այնուամենայնիվ ժանրային դժվարություն է առաջացրել, այսինքն որպես ինչ են ընդունում
մի մարդու, որը ներկայացնում մի երկիր, որի հետ դիվանագիտական հարաբերություններ չկան։ Ոստի ձևակերպվեց որպես աշխատանքային այց։ Որով այստեղ նշենք այդ հարաբերությունները ովքեր են խզել, ով է սա հայ-թուրքական սահմանը փակել, դա Թուրքիան է եղել։ Եվ ով է, որ չի էլ երբևէ քայլ արել դիվանագիտական հարաբերություն իրականում հաստատել։ Եվ գիտեք, նաև այստեղ որ ասում են աննախադեպ այց էր, իրոք աննախադեպ էր վատ իմաստով, որովհետև ես ասել եմ նախորդ այցերը, ինչպես են եղել Հայաստանի ղեկավարների, նախ եթե Ստամբուլում կամ Թուրքիայում եղել է ինչ-որ միջազգային հանդիպում, որը անցկացվել է ուղղակի աշխարհագրային Թուրքիայում, Հայաստանի ղեկավարները մասնակցել են Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստին եւ առաջին նախագահն է մասնակցել, եթե չեմ սխալվում, երկրորդն էլ, երրորդն էլ, բայց ուղիղ Հայաստանի ղեկավարների այց կարող ենք հիշել 93 թվական Թուրքիայի նախագահ Թուրգուտ Օզալի թաղման արարողությանը հրավեր է եղել Հայաստանին եւ մասնակցել է Լևոն Տեր-Պետրոսյանը թաղմանը եւ երկրորդը ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ ոչ ֆորմալ ֆուտբոլային հանդիպում դիտելու համար Սերժ Սարգսյանը, բայց դրանք ոչ պետական այց են եղել, ոչ աշխատանքային այց են եղել, ոչ պաշտոնական այց են եղել եւ այլն եւ այլն։ Հիմա ենթադրում եմ, որ մայրաքաղաք Անկարայում այս աշխատանքային այցը պրոտոկոլային դետալներով կազմակերպելը ավելի անընդունելի է, քան մշակութային մայրաքաղաք Ստամբուլում, հա։ Բայց այնուամենայնիվ պետական աղաղակարգի ինչ-որ տարեր կան, ուրեմն զինվորները դիմավորեցին Փաշինյանին, բայց կարելի էր այդ թուրք զինվորների դեմքին նայել, թե ինչ ատելությամբ կամ արհամարանքով էին նայում եւ այլ նմանատիպ պրոտոկոլային բան։ Հիմա իրենք ոգեորեն որ գիտեք Էրդողանը հրճվում էր։ Հա, որ գիտեք Էրդողանը եկավ ավտոյի մոտ դիմավորեց Փաշինյանին, հետո մինչեւ ավտո տար։ Սա գուբերնիստական բան չի, ստրկամտություն չի։ Հիմա եթե նույնն ասեն Պուտինը եկավ ավտոյի մոտից դիմավորեց կամ չգիտեմ մեկ այլ ասենք Մակրոնը, կասեն ստրկամիտներ, ինքնիշխանությունը ոտնան, որ Էրդողանը եկել է ավտոյի մոտ դիմավորել, ինչի՞ եք այդքան ոգևորվել, ինչի՞ չեք կարողանում ձեր ոգևորությունը զսպել։ Հա, այդ գիտեք ինչի, որովհետև հիշում եք, որ Ամերիկայում այո, Մակի Գրասենյակի մոտ թուրքական տանը Էրդողանը նույնիսկ հարկ չհամարեց ոտքի բան, դիմաց առաջ գնա սենյակում նույնիսկ։ Դրա համար հիմա դա աննախադեպ է։ Տեսնում եք, դուք էլ քննադատում եք, մեր դիվանագիտությունը տեսնում եք ինչ առաջընթաց ունի։ Արդեն մոտենում է Էրդողանը ավտոյի դռան մոտ դիմավորում է Փաշինյանին, շատ մեծ ձեռքբերում է եւ կարելի է արտգործնախարարությունը մի հատ էլ պարգևավճար տալ այս մեծ ձեռքբերման համար։ Հիմա երկրորդը գանք պատրիարքությանը։ Խնդիրը մի քիչ բազմաշերտ է, էլի, տեսեք, այն որ Ստամբուլի հայոց պատրիարքը չի կարող թուրքական իշխանություններից լիովին անկախ լինել, դա փաստ է ու երբեք չի էլ եղել։ Ով էլ լինի, չի կարող լինել։ Բայց սա պատրիարքի հետ կապված մի քանի հանգամանք ֆիքսենք։ Նախ նա Թուրքիայում չի եղել։ Եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, կարծեմ մինչև հիմա էլ այնտեղ է։ Այսինքն հարց է, եթե ինքը լիներ, կդիմավորեր, չէ դիմավորի եւ այլն, չեմ կարող ասել։ Երկրորդ, Սահակ պատրիարքը երկար ժամանակ աշխատել է Մայրաթոռում եւ ունի նաեւ էջմիածինակենտրոն մոտեցում եւ մեր լավ հոգեվորականներից է եւ չեմ կարծում, որ նա որպես հոգեվորական կարող է հաշտ լինել ամենայն հայոց կաթողիկոսին կամ իր սրբազան եղբայրներին նման քննադատությանը։ Նա չի կարող ընդունել, չի Արշակ Սրբազանի կամ Միքայել Սրբազանի կամ Բագրատ Սրբազանի հանդեպ այս վիրավորանքները որպես սրբազան։ Եվ բոլորը պետք է այդպես լինեն։ Նաև մյուս սրբազանները, որոնք Փաշինյանի հետ շփման առիթները կարծես այդքան էլ չեն ուզում բաց թողնել, հա։ Բայց այստեղ մի հանգամանք կա, բացի պատրիարքից, Սահակ պատրիարքից, հաստորեն հայ առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարքությունը անգամ Սարգսակի մակարդակով չմասնակցեց Փաշինյանի հետ որևէ ֆորմատի հանդիպմանը եւ Փաշինյանը երբ որ մտավ եկեղեցին դատարկ էր, այսինքն հոգեվորականներ չկային, բայց երբ որ մտավ մսկիթ, նրան ուղեկցում էր մուսուլման հոգեվորական, այսինքն Փաշինյանի համար կարող ենք համարել, որ սա ինչ որ ապտակ էր, երբ որ դու քեզ հայտարարում ես եկեղեցու հետևորդ, բայց գնում ես Ստամբուլ, եկեղեցին դատարկ է լինում, ոչ մի հոգեվորական քո հետ չի ուզում շփվել, բացի այդ կաթոլիկ հոգեվորականից, եւ այդ մսկիթում քեզ ուղեկցում են մուսուլման հոգեվորականները։ Ամեն դեպքում կարծին կան, ինչպես ասում են, այս տպավորությունն է թողնում, բայց ես այսպեսի նաև կարծիք ունեմ, ես չեմ կարծում, որ թուրքական իշխանությունների դեմ սա հայոց պատրիարքության դեմարշն էր։
եւ թուրքական իշխանություններն էլ չեն իմացել թե ինչպես այս դեմարշի հայտ վարվեն։ Ենթադրում եմ, որ պատրիարք ասել որ ես այնտեղ չեմ, հոգեվորականներն էլ ինչ որ կերպ չեն մասնակցել, բայց սկսել հերոսացնել, որ այ բոլոր հոգեվորականները այնտեղ ինչ որ բաներն են Վարդան Մամիկոնյանի կողքին այդ հոգեվորականների անունները կարելի է գրել, չէ, մի քիչ պետք է զուսպ լինել, բայց այնուամենայնիվ արժանին մատուցել, որ Փաշինյանին չեն ընդունել, բայց շատ չոգեվորվենք, որ հետո հանկարծ այլ առիթներով շատ չհիասթափվենք տեսնելով այդ մարդկանց այլ քայլերը, բայց այնուամենայնիվ սա փաստ է, որը կա եւ գալով մսկիթին, երրորդ ձեր հարցին, գիտեք, դուք շատ ճիշտ նկատեցիք, այցերի ժամանակ պրոտոկոլները, աղակարգերը համաձայնեցնում են, մաքրում են, ավելացնում են ինչ որ այցելության վայրեր եւ այլն։ Ես չեմ կարծում, որ Թուրքիան մուսուլմանական երկիր է եւ արարողակարգով միշտ էլ կարող է նախատեսվել այցելություն իսլամական սրբավայրեր, դրանք կարող են լինել մսկիթներ կամ այլ վայրեր։ Եվ կարծում եմ, որ ուղղակի թուրքական կողմը առաջարկել է հայկական կողմն էլ Հռոմի պապից ավելի կաթոլիկ կամ մուսուլման հոգեվորականից ավելի մուսուլման երևալու ձգտումով համաձայնվել է։ Ես չեմ կարող ասել նախկինում երբևէ նման այսպես այց եղել է մուսուլմանական սրբավայր, դրա մեջ վատ բան չեմ տեսնում, ինքս լինելով արևելագետ, գոնե ինձ համար մասնագիտական մեծ հետաքրքրություն է ներկայացնում, բայց գիտեք, Ստամբուլում այցելության այնքան վայրեր կան, կամ եթե գոնե այցելում ես մսկիթ, միգուցե արժեր այցելել օրինակ Սուրբ Սոֆիայի տաճարը, որը վերածել են մսկիթի, միգուցե դա ընտրվեր որպես ինչ որ այսպես երկակի նշանակության տեղ, կամ Ստամբուլում այցելության այլ վայրեր կան, որոնք վերաբերում են հայությանը, հայության հետ կապված կարևոր այսպես հիշողություն պարունակող եւ դրանք չկան։ Այնպես որ կարծում եմ սա հայկական պարտվողական դիվանագիտության մաս կազմող պարտվողական արարողակարգի երևի այսպես խնդիրներից է, որի մեջ չեն տեսել լուրջ խնդրեմ մսկիթ այցելել, թե չէ, իսկ կոշիկները անել բոլորն են պարտավոր այցելել։ Չէ, դա ընդունված է, ուղղակի ես փորձում եի գտնել օրինակ այլ երկրների ղեկավարների լուսանկարներ կամ տեսանյութեր։ Կան եվրոպացի ղեկավարներ, որոնք այցելել են, բայց նաև լինում են վայրեր, որոնք ղեկավարները կարող են ուղղակի ասել, որ այդքան էլ ցանկալի չէ, գոնե այսպես նրբորեն մերժել, բայց երբ որ դու գոնե գիտես, որ քեզ քո եկեղեցում չեն ընդունելու ու դու գնաս մսկիթ, որտեղ քեզ ընդունելու են, տեսեք մսկիթի այդ հոգևոր առաջնորդը, չէ, եկավ ինչպես Էրդողանը Փաշինյանին դիմավորեց մեքենայի դռան մոտ։ Եվ կարելի է այդ կարծինք, այսինքն տեսնել, թե Փաշինյանը ինչ ատելությամբ եւ դեմքի ինչպիսի ատելության արտահայտությամբ է խոսում ամենայն հայոց կաթողիկոսի կամ օրինակ բազմավաստակներ հոգեվորականների մասին, Չուլան անվանում, այդ բառապաշարը, այդ այսպես մեղմ ժպիտով է շփվում մուսուլման հոգեվորականի հետ։ Սա է էլի կարծինքը։ Արևելյան եւ հատկապես թուրքական դիվանագիտությունը շատ սիմվոլների վրա է կառուցված։ Իրենք ոչինչ հենց այնպես չեն անում։ Իհարկե։ Գիտեն ուր են տանում, ինչու են տանում, հա, այսինքն այս ամբողջ բանը։ Շատ ճիշտ եք նկատել, ընդհանրապես դիվանագիտությունը հատկապես արևելյան այդ դետալների եւ սիմվոլների շատ մեծ կարեւորություն է տալիս եւ կա մի կարեւոր հանգամանք դիվանագիտության մեջ կոչվում է body language, հա, մարմնի լեզու, թե ինչպես է շարժվում, ինչպես է նայում, ինչպես է ժպտում, ինչպես է Էրդողանի նվիրած գիրքը բռնում, ձայնի տոնայնությունը, նստելու ձևը, կհիշեք Մյունխենում էր թե ինչ վիզը ծուր Ալիևի կողքը նստած Փաշինյանին, որի հայացքը կարծես այդքան էլ ինքնիշխան չէր այդ պահին, Փաշինյանը պարտվել է նաև այդ body language-ի այսպես շրջանակներում, որովհետև իր բոլոր միջազգային հանդիպումները, գոնե մեծ մասը այդ body language-ի հետ կապված այնքան խոցելի տեղեր ունի։ Նա չի պարտվում միայն Հայաստանի ազգային ժողովում իր ագրեսիվությամբ, խստաբարո հայացքով եւ օրինակելի բառապաշարով։ Պարոն Մելքոնյան, մի քանի դիտարկում, ուրեմն միջազգային եւ թուրքական մամուլը բնականաբար անդրադարձել էր Փաշինյանի այս այցին, շատ հետաքրքիր էր Հուրիեթի դիտարկումը, նրանք գնահատում էին, որ
ըստ էության այս այցով Հայաստանը դուրս է գալիս Ռուսաստանի ազդեցության տակից, իր արտաքին վեկտորն է փոխում։ Նման հոդվածներ գրել էին նաև միջազգային տարբեր երկրների, այդ թվում Ռուսաստանի լրատվամիջոցներ, շեշտադրումը դա էին կատարել, որ այս այցը դրանով էր կարևոր։ Եվ մի հետաքրքիր բան, դիվանագիտական որոշ աղբյուրներ, իհարկե ոչ հրապարակային տեղեկություններ եմ հիմա ներկայացնելու, ասում են, որ Թուրքիայում շատ զարմացած են եղել Փաշինյանի պատրաստակամությունից, այդ չափ պատրաստակամությունից, նախ նա սկսել է Արարատից, որ Արարատից տեսեք հրաժարվում եմ եւ այլն, ցեղասպանության թեման արդեն փակ է, Սփյուռքի հետ բարձրը փակած է, ցեղասպանության թեման փակ է եւ ամենակարևորը, որ նա պատրաստակամություն է հայտնել, ասել է, հեսա մաքրելու եմ Հայաստանը ռազմաբազայից, ռուսական ռազմաբազայից։ Այսինքն, մինչ բոլորը քննարկում են սա, ինչ հայ-թուրքական սահման եւ այլն, Թուրքիային դա պետք լիներ վաղուց կբացեր այդ սահմանը։ Ինքը փակել է, թող իր ձեռքով էլ բացի, եթե դա իրեն պետք է կամ որ պահին պետք կլինի, մեզ դա առանձնապես բան չի տալու, հա։ Լավ է, բաց սահմաններ ունենալը շատ լավ է, բայց եթե որ ասում է հասանք դրան, եկեք հաշվարկենք շահերը կարելի է այսպես թուղթը գրիչով նույնիսկ նշել։ Հիմա հիմնական շեշտադրումն այն է, որ Փաշինյանը այս այցով գնաց Թուրքիա, Թուրքիային բերեց ամրապնդեց լրիվ տարածաշրջանում, ազդեցությունը Թուրքիայի ֆիքսեց, Ռուսաստանի ազդեցությունը դուրս է մղվում եւ Փաշինյանը ի թիվս այդ պահանջների, որ ամեն ինչ կանեն, նույնիսկ ասում են թուրքերը զարմացել էին, հա, այսպես ոնց կարելի է, էլի այսքան sense ամեն ինչը ու ռազմաբազաներից էլ մաքրելու եմ Հայաստանը։ Եկեք այսպես երկու մասի բաժանենք հարցը։ Ես ճիշտ ասած շատ հավանական եմ համարում թուրքերի զարմանքը։ Բոլորը կզարմանան, այսինքն ինչի Ադրբեջանը չի զարմանում, երբ որ բացահայտ ասեց ես ճանաչում եմ 86600 եւ այլն կիլոմետր, Պրահայում ճանաչեց։ Դրա մասին կային, չէ, հայտնի, չեմ հիշում եվրոպացի որ դիվանագետներ որ ասեց որ առաջինը Հայաստանի ղեկավարներից Բորելը, այո, Փաշինյանը ճանաչեց Արցախը։ Բորելը ասեց որ Փաշինյան դու սուտ ես խոսում ասելով որ նախկին նախագահները ճանաչել են Արցախը Ադրբեջանի կազմում։ Ոչ միայն փաստերն են քո դեմ, այլև եվրոպացի դիվանագետներն են ասում որ դու սուտ ես ասում այդ հարցում, որևէ Հայաստանի ղեկավար այդ քայլը չի արել։ Եվ Փաշինյանը կարող ենք ասել, այո, զարմանք ստեղծող քաղաքական գործիչ, աննախադեպ գործիչ է, որը կարող է զարմանք առաջացնել թուրքերի, ադրբեջանցիների եւ տարբեր օտար պետությունների համար։ Եվ այս վարկածը բացառել չի կարելի, որ թուրքերը մտածել են, որ սա միգուցե շատ մեծ քաղաքական նվեր է իրենց պատմության ընթացքում, ահա ունենալ Հայաստանի ղեկին այսպիսի մի իշխանություն, որը չեն սիրում, չէ, դավաճաններին առավել, բայց օգտագործեն մինչև վերջ։ Օգտագործելուց հետո խորքում չեն սիրում, օգտագործելուց հետո չեն սիրում, բայց օգտագործելու ընթացքում միշտ գուրգուրում են, միշտ փայփայում են։ Դավաճաններին օգտագործելիս։ Իհարկե, եւ դավաճաններին կամ այն մարդկանց, ովքեր որ իրենց ձեռնտու քաղաքականություն են վարում։ Եվ այստեղից կարող ենք բխեցնել, որ Թուրքիայի համար շատ կարևոր է, որ Հայաստանում իշխանության մնա այսպիսի ուժ, իհարկե։ Դրա համար Թուրքիան երևացող ու չերևացող ջանքեր կարող է գործադրել միանշանակ, այսինքն սա քաղաքականության նորմալ տրամաբանությունն է, որ դու եթե ուզում ես հարևան երկրում կամ ինչ որ մի երկրում ունենալ մի իշխանություն, որը քեզ ինչ որ առումով ձեռնտու է, դու կարող ես ինչ որ քայլեր անել, երևացող, չգիտեմ, սահման բացել, առևտուր, չգիտեմ, ֆինանսական չկրակել, ասեն Ալիևին մի կրակի մի քանի ամիս եւ այլն, մի հատ թուղթ տան, որի վրա գրած լինի խաղաղություն, տակը Էրդողանի ստորագրությունը, որը այդ անկախ արևմտամետ փորձագետները երջանկությունից դողացող ձեռքերով կհանեն եւ կսկսեն հմեկով ցույց տալ եւ այլն։ Այնպես որ այո, զարմանքը Փաշինյանի քաղաքական այսպես կերպարի զարմանք պատճառելը քաղաքական կերպարի անբաժանելի մասն է։ Երկրորդ հանգամանքը ռուսական ներկայություն, բազա եւ այլն, էլի։ Հիմա որոշ ինքնիշխան ստրկամիտներ կարող են ասել, դուք ռուսների եւ այլն շահերը։ Տեսեք, այս ամբողջը որտեղից է սկսել, երբ որ քաղաքական տրամաբանությունից ելնելով, որ Հայաստանը լինելով փոքր ռեսուրսներով երկիր չի կարող դիմագրավել հզոր պետություններին, փորձել է ընդգրկվել մի հատ ավելի մեծ անվտանգային
համակարգի մեջ, որը կարող է լինել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, չգիտեմ, այլ եւ այլ։ Եվ ռուսական բազաները այստեղ օթից չեն հայտնվել, չէ՞, Հայաստանն է դիմել 90-ականներին, որ այս ամեն ինչը լինի։ Իսկ ինչի է դիմել։ Կարող է ոչ որևէ պատճառ չկար, դիմել է որպեսզի լինի։ Եվ այդքան որ խոսում են այդ ինքնիշխանությունից, Թուրքիան ինչի է դիմել, որ ինչի է աղերսել, որ մտնի ՆԱՏՕ-ի կազմի մեջ 1952-ին, որպեսզի խուսափի ԽՍՀՄ-ի սպառնալիքից։ Լեհաստանը ինչի է մտել ՆԱՏՕ-ի մեջ, Բելգիան ինչի են պետությունները հավաքվում մի անվտանգային հովանոցի տակ, որ դիմագրավեն մեկ այլ անվտանգային հովանոցից եկող սպառնալիքներին։ Մնացածը գրանտային, այսպես բաներից գոլորշուտ բթացած ուղեղների դրսևորումներ է, որ ասում են, ինքնիշխանությունը, չեմ, ռուսական Կրեմլի ստրուկները եւ այլն եւ այլն։ Հիմա այս հարցի մյուս դրվագը, որը դիվանագիտական ինչ-որ փաստաթղթերի գաղտնազերծում չի էլ պահանջում, շատ հստակ է եղել, որ Թուրքիան եւ իդեմս Թուրքիայի արևմուտքը, ՆԱՏՕ-ն միշտ ցանկացել է ԽՍՀՄ փլուզումից հետո այս տարածքից, այս տարածաշրջանից հեռացնել ռուսական ներկայությունը, ռազմական ներկայությունը։ Դա նրան հաջողվել է Վրաստանում, դա Վրաստանից դուրս է բերվել, չէ, ռուսական բազան է, դա նրան հաջողվել է Ադրբեջանում եւ վերջինը Հայաստանն է։ Եվ սա շատ հստակ է, որևէ գաղտնիք չի, որ Թուրքիայի պահանջներից, ցանկություններից եւ ոչ միայն Թուրքիայի, թուրք արևմտյան ցանկություններից մեկը ռուսական ներկայության այստեղից հեռացումն է։ Եվ դրա հիմնական ամենամատչելի ձևակերպումը որն է, ասում է, եթե դուք Թուրքիայից այլևս սպառնալիք չեք ունենալու, հարգելի Հայաստան, ինչների դեպետ ռուսական բազան։ Մենք ձեր վրա չենք հարձակվելու, հանգիստ եղեք, հանեք այդ բազան եւ սկսեք այդ բազայի տեղը, ասենք, մրգի շուկա բացենք, մենք էլ Թուրքիայից միրգ կբերենք, այդտեղ էժանով կվաճառենք կամ ասենք բանջարեղեն։ Հետևաբար, սա ոչ թե չի կարելի բացառել, շատ օրինաչափ է, որ ռուսական բազայի դուրս բերումը կարող է լինել բանակցությունների բաց եւ փակ օրակարգում։ Դա չլինելն է զարմանալի, ոչ թե լինելն է։ Պարոն Մելքոնյան, դա միայն հայ-թուրքական սահման չէ, դա նաեւ գուցե առաջնահերթորեն ինչ-որ իմաստով, հա, ռուս-թուրքական սահման է։ Սա այսպես ձևակերպենք, ՆԱՏՕ հապկ սահմանն է, դե յուրե։ Հայաստանը դե յուրե հապկի կազմի մեջ է։ Հայաստանի Ախուրյանից այն կողմ ՆԱՏՕ-ի սահմանն է։ Փաշինյանը ասում է Ախուրյանից այն կողմ, բան չի, արևմտյան Հայաստանը չի, բայց Ախուրյանից այն կողմ ՆԱՏՕ-ն է, դե յուրե։ Այսինքն սա Հայաստան-Թուրքիա սահմանին մոտենալ զուտ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կոնտեքստում կամ այդ տեսանկյունից սխալ է, սա աշխարհաքաղաքական սահման է եւ միշտ էլ եղել է ԽՍՀՄ-ի ժամանակ էլ սա եղել է ԽՍՀՄ, սա եղել է Սառը պատերազմի սահմանը։ Սա եղել է երկու տարբեր բևեռների սահմանը եւ հիմա էլ նույն։ Հիմա Փաշինյանը այս ամեն ինչը զիջելուց հետո այս բոլոր թուրքական պայմանները տրամաբանորեն հասել է այդ վերջնակետին եւ եթե այս ամեն ինչի արդյունքում լինելու է թուրքական կապիտալի ներհոսք, ֆինանսական բարելավում, սոցիալական եւ այլն, կարող է նաեւ գնալ այդ քայլին։ Ինչ անանելու, հայերը մատուցող են աշխատելու, միայն բացառապես սպասարկման ոլորտում Հայաստանը կարող է դառնալ սպասարկման ոլորտ, որ ընդհանուր այս պետությունը ծառայություններ մատուցող բան, հա, ինչ որ մեծ մոթել է։ Այո, այս պետությունը կարող է վերածվել ուղղակի սպասարկման ոլորտի, որտեղ կլինեն ռեստորաններ, որտեղ ազգային տարազներով կպարեն ինչ որ պարողներ, բայց դրանց ռեպերտուարից լացնում են այդ իրենց տարբեր խայտարակ փառատոններով, այո, ռեպերտուարից է չարիք, չգիտեմ ինչի ուտելիքի, բայց այդ ռեպերտուարից պետք է ազգային ինչ որ հերոսական բաները հանգարց դուրս բերվեն, էլ վաղը արգելելու է քոչարի պարելը, վաղը արգելելու է ծապ պարելը, ամեն ինչ դուրս է գալու հանուն խաղաղության։ Այնպես որ սա շատ հստակ պլան է եւ այստեղ մեր խնդիրը ո՞րն է։ Մենք այդ ստրկամիտները պետք է հասկանալ, որ ոչ թե մենք փորձում ենք պաշտպանել օտարիշա կամ ռուսիշա, բացարձակ ռուսը թող իր համար մտածի կամ Ռուսաստանը։ Այստեղ մեր խնդիրը այն է, որ անվտանգային այն ինչ որ մեզ ներկայացնում են, որ գիտեք, եթե Թուրքիայից այլևս վտանգ չկա, այդտեղ է սխալը, վտանգ կա, եղել է եւ կա։ Եվ այդ որ ասում են հերիք է այդ անցյալի բաներ եւ ախր մենք չենք այդ ճշտամանքը շարունակում, Թուրքիան է շարունակում եւ երբ որ նայում ենք
թուրքական, ադրբեջանական, հասարակական մտածողությանը, կրթական համակարգին, անվտանգային արտաքին քաղաքական հայեցակարգին տեսնում ենք, որ որևէ միտում այդ ամեն ինչը թույլատնելու չկա, եւ դուք հիմա սկզբից երբ որ մեջ բերեցիք այդ բանաձևը իսլամական պետությունների համագործակցության կազմակերպության ընդունված Թուրքիայի առաջարկով, դեռ տեսնում ենք ինչ-որ խաղաղության բան, որևէ նշույլ չկա։ Այսինքն, եթե Թուրքիան չլիներ մեզ համար սպառնալիք գոյութենաբանական, ինչի մենք պետք է ուրեմն փնտրեինք անվտանգային մեխանիզմներ։ Մենք Իրանի պարագայում, որը էլի մուսուլմանական երկիր է, այդպիսի մեխանիզմներ չենք փնտրում։ Ընդհակառակը Իրանին անվանում ենք բարեկամ, հարևան եւ այլն, չէ՞։ Այսինքն պետք է հասկանալ, որ այս ճշտամանքը ոչ թե մեր ֆիդայական մտածողության արդյունք է, այլ ռեալ պոլիտիկի արդյունք է։ Եվ իրենք փորձում են ներկայացնել, որ ով ասում է Թուրքիան ճշտամի է, այդ ինքնիշխան Եվրոպամետ, արևմտամետ վերլուծաբանները, չէ՞, որ իրենք շատ ինքնիշխան են եւ առաջարկում են իրենք արևմտամետ չեն, կներեք, իրենք թուրքամետ են հստակ։ Ես նույնիսկ ժամանակին ասել եմ մի սեմինարի ընթացքում, ես տեսա այդ արևմտամետ կոչվածներից որոշները, ասենք, դուրս էին գալիս գիշերով բանի Բրիտանիայի հյուպատոսարանից, այսինքն չգիտենք այդ ինչ փողա, ով է, ինչ փաթեթավորմամբ, ինչ նպատակներով, առիթ եմ ունեցել եթերում ասելու։ Բայց խնդրում եմ բանի մասին խոսեք, Ռուսաստանն ու Իրանը ինչպես կվարվեն, հա, տեսեք, Իրանը անդադ ասել է Զանգեզուրի միջանցքի մասին ասել է կարմիր գծեր, հիմա այս մարտահրավերներն ունի, լուրջ մարտահրավերներ, էլի Իրանը, եւ Ռուսաստանը իր, հա, խնդիրներն ունի, իր շահերն ունի։ Հիմա շատ-շատերը ասում են, հույս ունեն, որ Ռուսաստանը իր շահերից ելնելով թույլ չի տա, որ Թուրքիան կլանի կամ հա այդ երկրները կլանեն կամ կործանման հասցնեն, ոչնչացնեն, ոչ թե մեր սիրուն աչքերի համար, ոչ թե մեզ որովհետև շատ են սիրում կամ ոչ թե որովհետև մենք ենք իրենց, չգիտեմ, մեր ուշքը գնում է իրենց համար, բայց այստեղ կա հստակ շահեր։ Այդ Փաշինյանը, հա, կատարելով Թուրքիայի, Ադրբեջանի պահանջները կամ այլ աշխարհաքաղաքական կենտրոնների, դա կլինի Բրիտանիան, Միացյալ Նահանգները, չգիտեմ որտեղ լիբերալներ, ինքը վտանգ է ներկայացնում նաև այլ երկրների, հա, անվտանգությանը։ Հիմա ստացվում է կամ օրինակ ասում են, Ռուսաստանը կասի Պուտինը կասի, դե ձեր գլուխն էլ բան, հա, գնացեք քարը ձեր գլուխը, գնացեք ուզում եք մուսուլմանություն ընդունեք, ուզում եք վերացեք, ուզում եք չգիտեմ ինչ արեք, Իրանը կխփի վերջո, եթե տեսնի արդեն իր երկրին անվտանգային լուրջ սպառնալիքների հասցնում, հա, Փաշինյանը իր գործողություններով արկածախնդիր։ Ինչ կտեղի կունենա։ Նախ սկսեմ նրանից, որ քաղաքականության մեծ քաղաքականության մեջ սիրուն աչքեր չկան, ոչ մի էմոցիա, ոչ մի զգացմունք, ոչ մի սիրուն աչք, որևէ պետություն սիրել մեկ այլ պետության անմնացորդ սիրով եւ այլն, դա աբսուրդ է, ուղղակի գոյություն չունի։ Հետեւաբար երբ որ ասում են Ֆրանսիան Հայաստանի բարեկամն է կամ եւ այլն, այդպիսի բաներ գոյություն չունեն։ Հիմա գանք Իրանի հետ կապված, տեսեք, էլի սիրուց խոսանք, հա, ինչու է Իրանը ասում, որ Զանգեզուրի միջանցք իր համար անթույլատրելի եւ դա կարմիր գիծ է, Սյունիքը պահելը հայկական, ընդ որում Սյունիք նույնիսկ անունն են իրանցիներ ասում, որ այդ Զանգեզուր տերմինը նույնիսկ կիրառել է իրենց համար, ինչպես եւ մեզ համար անընդունելի է, Սյունիքը մնա հայկական, ով էր էլ ուզում, որպեսզի Սյունիքը մնա հայկական, Գարեգին Նժդեհը, այսինքն Գարեգին Նժդեհը 20-րդ դարի սկզբին եւ Իրանը պետությունը 21-րդ դարի սկզբին սիրում է Սյունիքը, ճակերտավոր ասած, իր աշխարհաքաղաքական հայերիս պարագայում իր գոյութենաբանական հարցերի պատճառով։ Հետևաբար այն նույն Թուրքիայում Փաշինյանը ասում էր, ինչ եք ասում Թուրանի ճանապարհ, այո, ասում է Թուրան են ուզում, թող բացեն, եկեք բացենք։ Ախր դա այդպես դա վերջը չի։ Դա ճանապարհ չի, դա Թուրանը ախր 150 տարվա լուրջ կոնցեպտ է Թուրանը, դու ինչպես ես այդպես պրիմիտիվ ասում դե Թուրան եւ այլն, եւ այդ ինչ է, ոչ մի սպառնալիք չկա։ Հետեւաբար, այստեղ մենք պետք է նայենք հարցին, թե Իրանի եւ Ռուսաստանի համար, ինչպես նաեւ նրանց դեմ հակամարտող ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի համար ինչ գլոբալ շահեր կան։ Եվ
հայերը Հայաստանը ու այդ ձևակերպումները սենտիմենտալ սեր, բարեկամ ժողովուրդներ, չեմ դարավոր եղբայր, դրանք ուղղակի այսպես ձևավորելու համար են այն կարևոր խնդիրները, որոնք ունեն այդ պետությունները։ Այդ պետությունը դուք շատ ճիշտ նշեցիք, ոչ թե հանուն մեր սիրո, ոչ թե հանուն հայերի կամ Հայաստանի, փորձելու են պահել իրենց ազդեցություն։ Հիմա տեսեք ինչ եղավ ընդհանրապես մեր աչքի առաջ։ Իրանը կորցրեց Սիրիան, չէ՞, Սիրիան պրոիրանական երկիր եւ այսօր Թեհրանը ռմբակոծվում է։ Սա է բանաձևը։ Եթե մի քանի ամիս առաջ կռվեին Դամասկոսում, այսօր չէ ռմբակոծվի Թեհրանը։ Ինչպես հասան Թեհրանի ռմբակոծմանը, դրանից առաջ տեղի ունեցավ Արցախի կորուստը, որը էլի Իրանը դիտեց, հետո ողջունեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը։ Իրանը կհասկանա դրա սխալը։ Արցախը եղավ, հետո Սիրիան եղավ, մինչև այդ պրոիրանական տարբեր գործիչներ ու կազմակերպություններ էականորեն տուժեցին եւ եղավ այն, որ այսօր Թեհրանը ռմբակոծ։ Հիմա այս ամեն ինչը կանխելու համար Ռուսաստանն ու Իրանը ունեն իրենց գլոբալ շահեր։ Այդ շահերի կոնտեքստում մենք որպես պետություն ու ազգ ունենք պահպանվելու, զարգանալու, չպահպանվելու, կործանվելու տարատեսակ հնարավորություններ։ Հիմա մեզնից է կախված, թե մենք որն ենք ընտրելու եւ պետք է մենք թողնենք այդ սենտիմենտը եւ պետք է թողնենք այդ պիտակավորումները։ Եթե դու արևմտամետ ես, ինքնիշխան ես, եթե դու արևմուտքի քաղաքականություն չես ընդունում, դու Կրեմլի ստրուկ ես, եթե դու Էրդողանը քեզ լավ է վերաբերում, դու ինքնիշխան ես, եթե չեմ Սի Ցզինպինն է քեզ լավ վերաբերում, դու ինքնիշխան չես։ Այս ստերեոտիպներով այս ժողովրդին թունավորելը պետք է դադարեցնել եւ ժողովուրդը ասում է, գիտեք, եթե դու Թուրքիայի հետ բարեկամություն ես անում, ուրեմն ոչ մի վտանգ չկա դրանից եւ ոչ մի ինքնիշխանության կորուստ չկա, բայց եթե նայենք Փաշինյանի հավատամքին, դուք շատ ավելի լավ պետք է իմանաք Տիկին Սարյան, նախքին իր գործունեության ընթացքում լրագրողական, հետո պատգամական, ինքը այս նույն գաղափարների կրողն էր, այսինքն ինքը մտածում էր, որ Թուրքիայի հետ այս թշնամանքը, ինքը եւ իր այդ գաղափարների կրողները, չէ, իր ավակ ընկերները եւ այլն, այս գաղափարն էին առաջ տանում, որ պետք է դադարեցնել ռուսներին հանել, Թուրքիայի հետ բարեկամություն անել։ Հիմա կարող է իրենք անկեղծորեն դրան հավատում են։ Ես էլ ձեզ ասում եմ, որպես մասնագետ, սխալ եք մտածում։ Դուք սխալ եք պատկերացնում Թուրքիան, սխալ եք պատկերացնում թուրքական նախկին ներկա ծրագրերը, սխալ եք պատկերացնում Թուրքիայի մոտեցումները տարածաշրջանին, սխալ եք պատկերացնում Թուրքիայի մոտեցումները Հայաստանին եւ հայ ժողովրդին։ Հետևաբար ձեր այդ սխալ մտածողության հիմքի վրա կառուցված ձեր ծրագրերը ի սկզբանե, ի բնե, ի ծնե սխալ են, ունենալու են սխալ արդյունք։ Պարոն Մելքոնյան, ուղղակի ժողովուրդը ինչի է մեկ խառնվում, հա, այն մարդիկ, ովքեր կամ այդ ինֆորմացիային չեն տիրապետում կամ հետևողական չեն հետևում քաղաքական այս գործընթացներին, նույն Փաշինյանի այս հայտարարություններին, հա, այս Թուրքիային ուղղված, որովհետև տեսեք, փաթեթավորումը արևմտյան եվրոպական է, բանտիկը, հա, այս որ իրականացնում են այս թուրքական պրոյեկտը, դրա բանտիկը վրայի, բանա բրիտանական է, անգլերենա գրած, ֆրանսերեն է, պարֆյումի հոտացանած, հա, Ուրսուլա ֆոն դեր Լայենի մազերի գույն, չգիտեմ, սենց բաներով։ Ուզում եմ ասեմ, այսինքն այդ վերջի վերջո այդ եվրոպական այդ երկրները, Բրիտանիա, նույն Միացյալ Նահանգները, արևմուտքը հավաքական, ամեն մեկը իր շահը ունի ու կա ընդհանուր շահ, որը այս տարածաշրջանում հատկապես եւ նրանք խաղում են Թուրքիայով։ Թուրքիան էլ իր շահերն է իրականացնում։ Սա է խնդիրը։ Մարդիկ սա պետք է հասկանան։ Բայց այդ բանտիկով նվերը, այդ բանտիկով փաթեթավորումը հայ ժողովրդին տրվել էր 19-րդ դարում, այսպես կոչված արևելյան հարցի շրջանակներում, որը ավարտվեց ոչնչով, ոչ պետականություն մեզ տրվեց եւ ավարտվեց ցեղասպանությամբ, իսկ մինչ այդ էլ երբ որ պայքարում էին նույն Ռուսաստանը հայկական հողերի վերադարձի համար, օրինակ 1878-ին, ով էր պաշտպանում Թուրքիային, որ հայկական հողերը չվերադառնան, նույն Մեծ Բրիտանիան, եւ դա ֆիքսված է բանակցություններով, Բերլինի վերաժողովով եւ այլն։ Հիմա հայ ժողովուրդը քանի անգամ կարող է խաբվել։ 10-րդ դարում խաբվի, 20-րդ դարում խաբվի, հիմա 21-րդ դարում էլի հայ ժողովուրդը հավատա ֆրանսիական պարֆյումով եւ
անգլերեն գրությամբ ինչ որ մի բանի եւ էլի կորցնի այն ամենը եւ տեսեք եթե այդքան նախանձախնդիր էին այստեղ հայկական պետություն ունենալու հայկական ներկայություն ունենալու համար նույն արևմտյան պետություններն ու ուժերը բայց ինչու այդ ամբողջ դարերի ընթացքում երբ Օսմանյան կայսրությունը թուլացած էր այդ ամեն ինչը չարեցին այդ ինչի ռուս-թուրքական պատերազմներից հետո այստեղ հայկական ներկայության ակտիվացում, պետության վերականգնման գաղափար եւ այլ։ Այդ ինչի այդ ռուսական բանակի հայ գեներալներ կան, իսկ ֆրանսիական որոնք նաեւ հայոց պետականության գաղափարի համար էին մտածում օրինակ նույն Լորիս Մելիքովը եւ մյուսներ, իսկ այն մյուս կողմում չկան։ Այսինքն պետք է հասկանանք մեր շահը ու որի հետ է ավելի համընկնում եւ հիմա ասել որ գիտեք Իրանը ամբողջ իր ամեն ինչը թողել է եւ մտածում է Սյունիքի մասին հանուն հայերի, հանուն նրա, որ չգիտեմ, մենք դարավոր եղբայրներ ենք եղել, կներեք, այդ դա լուրջ չէ։ Հետևաբար պետք է հասկանանք եւ այդ սենտիմենտը եւ այդ բանը թունավորումը, այս ստերեոտիպային, երբ որ հանում ենք, դա կմնում է ռեալ իրողությունները, որի շրջանակներում պետք է կառուցել քաղաքականություն։ Հիմա Փաշինյանական այս ոճը ակնհայտ է որ սխալ է։ Նա դες իր զիջելով հիմա ամեն ինչ զիջել է, ոչինչ չի ստացել, այլ ասում է լավ ռուսական բազաներ զիջեմ, գոնե կարող է ինչ որ մի բան ստանամ, բայց Իդեպ որոշ փորձագետներ այս օրերին կխնդրեմ հրապարակեք քարտեզը 19 թվականի այս քարտեզն են հրապարակել, որը Ադրբեջանը համառորեն Ադրբեջանն ու Թուրքիան իրականացնում են, իրագործում են եւ հրապարակել են, ասում են սա են հիմա իրականացնելու 19 թվականին եւ ավելին պարոն Մելքոնյան որոշները դուք էլ տարբեր առիթներով խոսել եք որ եթե այսպես շարունակվի Երանի ենք տալու Ալեքսանդրապոլի պայմանագրին, հա եւ ստացվում է որ Նիկոլ Փաշինյանը իդեպ սա Ադրբեջանը երբ որ հրապարակում է այս քարտեզը հատկապես իր այսպես ճակերտավոր անկախության օրվա հետ կապված իրենք նշում են անպայման որ ուզում են վերականգնել երբեմնի Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը չի ստացվում որ Նիկոլ Փաշինյանը իր այս գործողություններով ըստ էության հենց ինքն է Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը կերտողը վաղը մյուս օրը Ալիևը պիտի մի հատ արձան դնի, հա, սրան ենք հասնելու այս գործողություններով, սա պետության քարտեզ չէ, սա սպասարկման տարածքի քարտեզ է, ինչի մասին մի քիչ առաջ խոսեցինք։ Այստեղ տեսեք, Սևանի այս ափին կարող են լավ փառատոններ լինել, չգիտեմ, գինու փառատոն եւ այլն, բայց այս քարտեզով Հայաստան պետություն չի կարող լինել, որտեղ դուք տեսնում եք, որ այն նման է այսպես տոպրակի, որի այսպես մուտք կարող են փակել եւ ուղղակի խեղդվել։ Եվ այո, սա նաեւ մի տերմինի հետ կապված, երբ որ ադրբեջանական պետական խոսույթում նշվում է Հայաստան-Ադրբեջան սահմանը, ինչպես են ձևակերպում պայմանական սահման։ Այսինքն իրենք չեն ընդունում այսօրվա սահմանը, այդ ինչ որ սահմանազատում են անում Կիրանցում, ինչ որ պատ են սարքում, Ադրբեջանը դա անվանում է պայմանական սահման, այսինքն մենք դեռ վերջնականապես եւ որևէ ադրբեջանցի պաշտոնյայի կողմից լսվել է որևիցե տեղ կամ գրվել է 29743 կիլոմետր, որ ճանաչում են Հայաստան։ Իրենք ասում են 86600 չեմ ինչքան։ Ադրբեջանը չի ընդունում, հետեւաբար անգամ տերմինները հայերեն չեն ասում, այսինքն ոչ Սևանա լիճը, ոչ Գորիսը, ոչ Ղափանը եւ այլն, եւ երբ որ նաեւ հավակնությունները իրենց դրսեւորվում է պետական հռետորաբանության մեջ, մենք հասկանում ենք, որ պետք է ի վերջո հասկանանք, որ սա ոչ թե մտածածին ինչ որ քարտեզ է կամ մտածածին ինչ որ բան, այլ սա իրական քաղաքականություն է, արևմտյան ադրբեջանցիները որ հետ են գալու իրեն ըստ այս ամեն ինչի եւ այլն ըստ ադրբեջանական ծրագրերը իրականացում են դրա արդյունքը սա չի լինելու իհարկե սա է լինելու եւ այստեղ տեսեք Էջմիածինն էլ ոնց որ թե Ադրբեջանը կազմում է եւ դրանով այդ հարցը կլուծվի այլևս կուսակրոնության ուխտը խախտած հոգեվորականները կհայտնվեն Ադրբեջանի կազմում եւ Հայաստանը կմնա մաքրամաքուր այսպես շատ իդեալական վիճակում Վերջում մի հայտարարությանն եմ ուզում անդրադառնալ, ինձ համար շատ ցավալի էր սա լսելը մարդկային առումով էլ։ Փաշինյանը ազգային ժողովում հայտարարեց, որ ինքը ասում է
այն օրը, երբ ես դարձա Հայաստանի Հանրապետության լիարժեք վարչապետ 2022 թվականի հոկտեմբերի 6-ն էր, այդ օրը ես դարձա Հայաստանի Հանրապետության առաջին ղեկավարը, ով ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց այստեղ մի նախադասություն ասում է ես արձանագրում եմ, որ Հայաստանի Հանրապետության լիարժեք եւ ամբողջական վարչապետ եմ եւ դա տեղի ունեցել նախ եւ առաջ մեր նահատակների եւ հայ ժողովրդի շնորհիվ։ Սա արյունոտ հայտարարություն է, այսինքն նախ մարդը անընդհատ այդ հիվանդ է, գին բան է, հա, օրինակ ասենք ես անընդհատ ասեմ ես լրագրող եմ, ես լրագրող եմ, ես լրագրող եմ, ես լրագրող եմ, հա, հիվանդ է, չէ, բարդույթ է, այսինքն այստեղ բան կա անընդհատ ասել ես վարչապետ դարձա, ես վարչապետ եւ ամենաահավորը, որ դա տեղի ունեցել նախ եւ առաջ մեր նահատակների եւ հայ ժողովրդի հաշվին, այսինքն 44-օրյա պատերազմին այդքան երեխեքի մատաղ արվեց, արյուն թափվեց, ամեն ինչ հանձնվեց, մարդկանց հող ու տարածք հանձնվեցին, գերեզմաններ հանձնեցին, սրբավայրեր, սրբություններ, ամեն ինչ, որ ինքը վարչապետ դառնա։ Նախ Փաշինյանական մտավարժանքի, այսպես ուղին հետևելը շատ բարդ է եւ մանավանդ դրա արդյունքները մեկնաբանելը երբեմն հատում է բարոյականության եւ այլ կարմիր գծեր, որոնք նրա թիմակիցները, այդ թվում եւ պատմաբան կամ ինչ-որ որոշակի կրթական ցենզ ունեցող չեն տեսնում։ Անձի պաշտամունքը եւ բռնապետությունը առաջինը ծնվում է հենց բռնապետի ուղեղում եւ հետո նա դա փորձում է պրոյեկտել եւ իր մասին երրորդ դեմքով խոսել եւ այլն դա հատուկ է այսպես բռնապետական հակումներ ունեցողներին եւ այսպեսի մի հարց արդյոք ինքը ասում է ես սափրվեցի, ես հասկացա, որ ինձ ներել եմ, այսինքն ես ինձ հարցեր չունեմ, այսինքն ենթադրվում է, որ դու ներել ես ինքդ քեզ, որ դու պատճառ ես դարձել հազարավոր մարդկանց ողբերգության եւ հետո դու որոշել ես, որ այդ ողբերգությունից հետո դու կարող ես ուրախ շարունակել վարչապետ լինել, այսինքն սա ինչն է պետությունը զոհում են հանուն անձի, այսինքն իր վարչապետ լինելու համար ինքը ամեն ինչ զոհել է եւ կարող ենք ակնկալել, որ այդ մարդը իր վարչապետ մնալու համար կարող է գնալ էլի զոհողությունների, կարող ենք ենթադրել, որ այդ մարդը որպեսզի շարունակի մնա վարչապետ, կարող է անել թուրքական բոլոր նախապայմանները, ինչը որ հիմա բոլոր արդեն այսպես ուրվագծերը կան, որ անում է Արարատսար, ցեղասպանություն եւ այլն, կարող ենք ասել, որ այդ մարդը իր անձը ավելի վեր է դասում, քան Հայաստան պետությունը, իհարկե կարող ենք ասել եւ դրա ամենախոսուն ապացույցները տալիս է հենց ինքը, ինչ վերաբերում է, որ ես մինչ այդ ինչի ֆորպոստի վարչապետ էի եւ հիմա դարձա անկախ Հայաստանի վարչապետ, դա այդպես չի, դու հիմա դարձար թուրքական դե ֆակտո վիլայեթի վարչապետ, որովհետև դու իրականացնում ես այն հրահանգներն ու պարտադրանքները, որոնք գալիս են թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, որովհետև երբ որ դու քո ձևակերպամբ ֆորպոստի վարչապետ էիր, Արարատ Սարի թեման չկար, չէր մտածում դա հանել, ցեղասպանության հարցում այդպիսի պարտադրանքներ չկար, անկախության հռչակագրի հետ կապված էլ զրույցներ չկար, ֆորպոստի վարչապետ էիր, ասում էիր Արցախը Հայաստանը եւ վերջ, անկախ Հայաստանի վարչապետ ես, ասում ես Արցախը Ադրբեջանը եւ վերջ։ Սա է քո բանաձևը եւ այսքանով կարելի է ոչ մի բան էլ չավելացնել։ Վերջում իհարկե ես գիտեմ շտապում եք պարոն Մելքոնյան, շատ եք շտապում ուսանողները կներեն, բայց մի բան ճշտում եք։ Մտածում էի Կիրակի օրը նաև, հա, գործընկերներից մեկի հետ զրույցում, ինչու Սամվել Կարապետյանին, հա, ձերբակալեց։ Ինչից էր վախենում։ Եվ մի թեզ առաջ քաշեմ, դուք մտածեք, հա, արդյոք կամ ձեր տեսակետը արտահայտեք։ Որովհետև Սամվել Կարապետյանը այն մարդը կարող էր լինել, ով Հայաստանում կոնսոլիդացիա ապահովեր, չցանկանալով վարչապետ դառնալ, հա, ինքը քաղաքական ամբիցիաներ չուներ, բայց կարող էր ներքին համերաշխություն բերել, որովհետև ինքը լինելով բավական խոշոր գործարար,
Արցախում, Հայաստանում բարեգործություններ է արել, որոնց շատ-շատերի մասին լռել է, հա, եւ միայն Արցախի հիվանդանոցը Ստեփանակերտի, որը արյունակամ այդ զինվորներին առաջին հերթին տանում էին Սամվել Կարապետյանի կառուցած հիվանդանոց, իդեպ այդ հիվանդանոցի տակը կար մի հսկա հիվանդանոց եւս, որովհետեւ բունկերային այն նույն վիրահատությունները, որ վերևում անում էին, հարվածների դեպքում ներքևում էին։ Հիմա Փաշինյանը հասկացավ, որ այստեղ վտանգում է իր պրոյեկտները խախտվում են Սամվել Կարապետյանով, որտեղ ինքը կարողանում է միավորել ներքին համերաշխություն բերել ներսում, լինի 3 նախագահների հարաբերություններում եւ նրանց քաղաքական համակիրներ ասեմ, համախոհներ ասեմ, եւ գործարար աշխարհում եւ բոլորը, հա, կարող էին, այսպես ասած, համերաշխության գալ իր շնորհիվ, որտեղ ինքը քաղաքական ամբիցիա չուներ, այդպես չի։ Իրեք, այսպես եկեք ձևակերպենք, եթե Փաշինյանենք շարունակում են խոսել, որ իրենք ժողովրդավար են, ավելի լավ է խոսեն տանձ ու խնձորից, քան թե խոսեն ժողովրդավարությունից, որովհետև բոլորը եւ իր կողքի իրեն փառաբանողները տեսան, որ Facebook-յան գրառումով տեղի ունեցավ ըստ էության իրավական հետապնդում, այսինքն Facebook-յան գրառումով ասեց հիմա կտեսնես իմ ձևը, հա, եւ իր ձևը վիզուալ տեսանք շրջապատված Սամվել Կարապետյանի տուն, ձերբակալություն, քրեական գործի հարություն եւ այլն։ Իսկն իր ձևը դա է, դա ոչ թե օրենքի ձևն է, այլ դա իր ձևն է, Փաշինյանի ձևն է եւ նա ինքը դա ասում է, սա իմ ձևն է։ Հետեւաբար պետք է ֆիքսենք, որ Փաշինյանը ավտորիտար բռնապետ է եւ չունի կապ ժողովրդավարության հետ եւ եւս մեկ սուտ է, թավշյա, ոչ բռնի եւ այլն դեմոկրատական իշխանապահություն։ Սա մեկ, երկրորդ, դուք նոր մենք իրար հետ ֆիքսեցինք, որ մարդը իր անձը ավելի է կարևորում, քան պետությունը, զոհողությունները պայմանավորում է իր անձի վարչապետ մնալով եւ այդ անձը, եթե զոհել է Արցախը իր իշխանությունը պահելու համար, այդ անձը պետք է կանգ առնի որևէ այլ անձի, գործարարի, վեհափառի հանդեպ հալածանքներից, կալանավորումներից եւ այլն, իհարկե ոչ, հետեւաբար դուք որ ասում եք վախեցավ կամ բան, եթե մարդը գեր կարևորում է իր պաշտոնը, եթե պետությունը ստորադասում է իր պաշտոնին իրեն, ուրեմն այդ մարդը բնական է, որ ամեն ինչ էլ կարող է անել եւ պատրաստ է ուրեմն դրան եւ Բայց ինչ էր մարդը ասում էր ես պատրաստ եմ մասնակցել եկեղեցու պաշտպանությանը, բոլորս ենք պատրաստ, հա, դրա համար ասում եմ եկեք բոլորից դե ձերբակալեք, բոլորս պատրաստ ենք մասնակցել եկեղեցու պաշտպանությանը, խնդրեմ դե եկեք մեզ էլ ձերբակալեք, բոլորիս, հա, ստացվում է, բայց ինչու հենց այդպես, հա, կորտ շատ արագ ու ուզում էին ասֆալտին փռելով տանեն, դա իրենց չհաջողվեց, հա, որ ինքը այդպես հա հրճվի, որ կարողացա այդ թույլ մարդու ողբեր խղճուկ մարդու պահվածք, էլի։ Հա, բայց ամեն դեպքում դա է այն իրականությունը, որում մենք ապրում ենք, եւ դա է այն իրականությունը, որ մեկ մարդու անձի ուրեմն պաշտպանելու եւ պաշտոնին մնալու համար ոտնահարվում են օրենքները, ժողովրդավարությունը, բայց ինչ կարող էր անել, ինչից վախեցավ Սամվել Կարապետյանի ցանկացած ուժ, ցանկացած անձ, որը այս ամենի, այս արատավոր ընկալումների անգամ դեմ է, իսկ ինչ են արել սրբազանները, որ հիմա դարձել են թիրախ, իսկ ինչ են արել բազմաթիվ տասնյակ հարյուրավոր մյուսները, որոնք դարձել են թիրախ, եւ մի առիթ Արմեն Աշոտյանը, խնդրեմ Ինչ է արել, ոչ մի բանի համար նստած է 2 տարուց ավել։ Ձեր նախկին գոլեգայի այդ ենթադրում ավելի լավ կհիշեք իր գործունեությունը, իր հոդվածներ։ Ինքը դարձել է այն իր հոդվածների հերոսը, որում քննադատում էր բռնապետությունը, կամայականությունները, հրամանով զանգով արդարադատությունը, ծախու մտավորականներին, լռող մտավորականներին եւ ինքը դարձել է իր քննադատական հոդվածների ամենաբացասական կերպարի խորհրդանիշը։ Շնորհակալ եմ պարոն Մելքոնյան, շատ հետաքրքիր զրույցի համար, հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ իմ զրուցակիցն էր թուրքագետ Երևանի Պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանը, կհանդիպենք, հաջողություն ձեզ։